Եմ մտածում, որ պետք է ռումբ լինի, աղջկաս այդ հանգիստ հեռախոսով խոսում ենք, այդ ձայներն էլ լսում ենք, այդենց թրասում կանգնած եմ բան։ Այդպես ոչ չեմ վախեցել, որովհետև մենք Իրաքի կռիվն էլ տեսել ենք։ Ոչ մի վախ չունիմ այդպես։ Հետո խոսացիմ աղջկաս, հետո նորեն քնել ենք։ Մինչև առավոտ պայթելու ձայնը լսել ենք։ Ժենիկ Միրզայանին ու ամուսնուն պատերազմի սպառնալիքը չէ, որ հայրենիք է բերել։ Հայաստան հաճախ են գալիս։ Այս անգամ էլ պլանավորել էին դեռ մինչև պատերազմը։ Հակառակ դեպքում գուցե չգային էլ, ինչպես շատերը, նույն իրենց հայկական թաղամասից, որ այս օրերին գնալու տեղ չունեն։ Մարդ այդքան բյուջե չունի, որ կարողանա գա Հայաստան։ Մարդ կա պասպորտ չունի, ինձ գա Հայաստան։ Հետո որ բարեկամներով դաչա ունեն, հավաքվում են մետեղ։ Ես եթե ընդելնեմ տունը կմնայիմ։ Դուստրերը Թեհրանում են, վտանգավոր ոչինչ չկա, հանգստացնում են Հայաստան եկած ծնողներին։ Երեխեքս ոչինչ չեն պատմում, այսօր առավոտը հեռախոսով խոսացան, ասում են շատ հանգիստ ենք, մամա, ամեն ինչը ապահովված ենք, շատ հանգիստ ենք, ոչինչ չեն պատմում։ Խաղաղ չէ, բայց բնականon է Թեհրանում։ Հերբից կռվի ձայնն ավելի սարսափելի է թվում։